Երկուամյա փոքրիկի որոնողական աշխատանքների մասով աշխատանքներ շարունակում են, ես կարող եմ ասել, որ ցանկացած վարկած, ցանկացած տեղեկատվություն, որքան էլ դրանք լինեն առաջին հայացքից հավանական կամ անհավանական, բոլոր հնարավոր միջոցներով ստուգվում է, ընդ որում այստեղ կա նաև լայն ներգրավում հանրության աջակցություն այս առումով, բոլորս միասնական ձևով աշխատում ենք, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ։ Կոնկրետ որոնողական աշխատանքների հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին ես չունեմ, բայց նորություն, նոր բան չունենք, բոլոր վարկածները ստուգվում են բոլոր առումներով, միգուցե այդտեղ արդեն վարկայական ծառայության հետ կապված հարցը ուղղված լինել, իրենք ավելի Ամեն դեպքում աշխատանքները շարունակվում Այո, շարունակվում են եւ շարունակվելու են այդ աշխատանքները։ Երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն մեր կողմից մանրակրկիտ ձևով ստուգվում է։ Ես խորհուրդ կտամ, որ այդ առումով իհարկե զգոնություն միշտ պետք է եւ ծնողական վերահսկողություն, բայց դա չպետք է վերածվի խոճապի։ Օրինակ, ես կարող եմ օրինակով ասել, Գորիսում Սյունիքի մարզում իհարկե շատ արագ տարածվեց, այսպիսի տեղեկատվություն կար, որ ինչ-որ մեկը փորձել է երեխաներին առևանգել եւ հետագայում գնացինք այդ տեղեկատվության աղբյուրի ստուգման, արդյունքում ինչ պարզվեց, որ առաքիչը ով տեղափոխում է կոնֆետներ եւ քաղցավենիք, իր երթուղու մեջ գնալու ընթացքում կանգնել է, ծխել է, սուրճ է խմել եւ դա եղել է դպրոցի հարակից տարածքում։ Երեխաներին հյուրասիրել է իրականում կոնֆետներ, երեխաները այդ կոնֆետները վերցրել են, առաքիչը շարունակել է իր ճանապարհը։ Երբ որ առաքիչին հայտնաբերեցին, իհարկե ոչ մի երեխա հիվանդանոց չի տեղափոխվել, լուրերը լրիվ այլ ձևի էին, որ երեխաները մասսայական հիվանդանոցում են, դատապարտամիջոց է եղել, տվել են որպեսզի օգտագործի հետո առևանգեն, եւ արդյունքում պարզվեց, որ առաքիչը ուղղակի շփոթված էր, ինքը ասում էր, որ կներեք, ես ուղղակի որ երեխաներ եմ տեսել, կոնֆետ եմ տվել, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց խոստանում եմ այլևս չանեմ։ Հիմա այս իմաստով նմանատիպ շատ տեղեկատվություններ ունենք, մենք առևանգման մասով դեռևս հաստատված փաստ առևանգման հետ կապված չունենք։ Իհարկե միշտ պետք է ուշադիր լինենք, չբացառենք որևիցե բան, բայց այս պահին հաստատված փաստ չունենք։ Եթե ունենում եք նման տեղեկատվություն, սիրելի ծնողներ, հանրության ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, կխնդրեմ, որպեսզի այդ տեղեկատվությունը անմիջապես փոխանցվի մեզ, որովհետև մենք շատ մանրակրկիտ ձևով անմիջապես ստուգում ենք դա եւ նույնիսկ շատ դեպքերում տեղեկատվությունը անմիջապես մեզ չփոխանցել դեպքում մենք ենք ստանում այդ տեղեկատվությունը եւ ստուգման աշխատանքներ ենք իրականացնում վերջերս տեսա որ հրազդանի հետ կապված այդպիսի հրապարակում կա դրանով նույնպես այսպես ստուգման աշխատանքներ իրականացում են այդ փաստը այս պահին չի հաստատվել եւ աշխատանքներ շարունակվում են ոնց որ մնացած ընթացիկ դեպքեր